Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այս չվստահությունը շատ վատ բան է։ Եթե չեն վստահում, թող ասեն չեն վստահում։ Դուք պատկերացնում եք այն քաղաքական ուժով այդ մասին շատ հստակ հայտարարություն արել, գործընթաց լինի ու հրաժարվի այդ process-ից։ Իսկ ինչ է նշանակում չեն վստահում։ Ես չեմ լսել այդպես բան են ասել։ Եթե այդպես բան են ասել, դա էլ է։ Իսկ գուցե այլ նպատակ կա այս ամեն ինչի տակ։ Այսօր ձեռնպահ կմնամ դրա մասին խոսելուց, բայց ստեղ էլ մի կարևոր բան ասեմ, որ իմ ընկերներին ասել ենք, ստեղ հայտարարել եմ, հիմա եւս կրկնեմ։ Խոսակցության ժամանակ նաև շատ հստակ ասել ենք, որ մեր այս խոսակցությունը սրանով չի փակվում։ Եթե process-ը ձգվում է աշուն, ու աշնանն այդ գործընթացները տեղի ունենալու, մենք չենք փակում այս խոսակցությունը։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիավորանքով չենք խոսել։ Իսկ եթե հասկանանք, ինչ-որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնեն, վստահեցնում եմ ձեզ, դա ոչ միայն այդ հարցերի հաջողության հասնելուն միտված չեն, այլ լուրջ խոչընդոտ են։ Ու այն ժամանակ արդեն լուրջ կասկածներ են առաջանալու այս գործընթացի լրջության ու իրական արդյունքի հասնելու նպատակի հարցում, որովհետև մենք այդպես չենք պատկերացրել այն հարաբերությունները, որ հիմա կա ու տեղի ունեն։ Ով։ Ժողովուրդ, մեկ անգամ եւս դուք պատկերացնում եք հիմա այս հայտարարությունից հետո, եթե իրավիճակ լինի, մեզանից մեկը այլևս ուզենա զբաղվել քաղաքականությամբ։ Պաշտոնական 28 հոգի հրապարակային հայտարարություն արել այդ մասին։ Մենք որևէ մեկին ոչ չվստահելու առիթ ենք տվել, ոչ էլ այսքան ժամանակ մի բան ասել ենք ու մեր ասածից հրաժարվել ենք։ Մի հատ թղթի հետ կապված էլ մի բան ասեմ, էլի։ Մեր հանդիպման ժամանակ մենք այդ թուղթը չենք տեսել։ Ես այդ թղթի մասին առաջինը տեսել եմ եթերով։ Բայց խնդիրը նույնիսկ դա չի։ Իրոք դա չի։ Հրապարակային կերպով ասել ենք։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում այս պահին, տեսնում եք, էլի։ Այսինքն այդ մենք ասում ենք կա անցեք առաջ կենտրոնացրեք ուրիշ տեղ։ Եթե ամբողջ նպատակը կենտրոնացնելն է մեր վրա, ու այս ձևով խոսել, խնդրեմ։ Այսինքն արդեն տպավորությունն է, որ զբաղմունք չկա, անելիք չկա, օրակարգ չկա, դաշտը լցնելու ու երևալու ինչ որ process է։ Դուք այսինքն այս կարևոր գործընթացը, այս մակարդակով, այս մոտեցմամբ, այս մարդկանցով, հա, ու լուրջ է այս ամեն ինչ։ Խնդրեմ։ Ամեն օր այս հրապարակումներ տեսնում ենք, որ իմպիչմենթի այս գործընթացը, հա, հենց մեծ տարաձայնություններ, խորհրդանշություն առաջացրել հենց Հայաստան Հանրապետության ներսում, ու շատերը կան, որ հենց կտրուկ դեմ են արտահայտվել, կարող են նաև նշել խոսքերի դեպքում ապաստաններ, որ նա կտրուկ հրաժարվել է հայց գործընթացը։ Ինչի՞ց է հրաժարվել։ Գործընթացի վերաբերյալ բացասական դիրքորոշում են այդ մեկնական տեղեկություններին խփեմ առաջացնել, մյուսը որ անցած այս process-ը տեսնեց գործում փոխանցում բայկերով գործում բայկերով մենք բավականին այս հայտարարությունները լսում ենք ու հստակ այս ուղղությամբ ինչ քայլեր են սպառնում, որ եթե մտքի նախաձեռնությունը ամենտեղում ազգային ժողով ինչպես է պատկերացնում այդ process-ը փոխանցում հաշվի ունեմ եւ քանի որ պատրաստությունը այս մասը հետո ձեր խմբակցությունն այդ սրուցել է իմպիչմենթին ասում Բակրատ Սրբազանի հետ պարբերաբար հանդիպում ենք, զրուցում ենք, ինքը մեր լավագույն գործընկերն է, մեր Սրբազան հայրն է, եւ ինքը եւս որոշակի աշխատանքներ պլանավորում է, մնացած հարցերին ինքը կպատասխանի։ Ինչ վերաբերում է խմբակցության ներքին խոսակցություններին։ Տեսեք, ես դες քիչ առաջ մի օրինակ բերի, քանի կար ասում էին, որ կաշկանդված են քերական գործերով չեն ստորագրելու։ Սրանք բոլորը խոսակցություն են։ Ի տարբերություն շատ տեղերի խմբակցությունում տեղի ունենում շատ առողջ խոսք ու զրույց, քննարկում, այո, երբեմն կոշտ հակադարձումներ, բայց վերջում այն ինչ որ որոշում են խմբակցության падգամավորները, որոշում ենք միասնաբար եւ մինչեւ վերջ այդ որոշմանը
տեր են կանգնում։ Ու այն ինչ որ ասացիք մեր ասպրամի համար իրականության հետ որևէ կապ առնչություն չունի։ Իրականում խմբակցության նիստերում շատ տարբեր կարծիքներ կարա լինի, նույն դաշնակցության պատգամավորների մեջ կարան տարբեր կարծիքներ լինեն, որը նաև մեր առավելությունն է այդ քննարկումների ժամանակ ոչ թե հրահանգով, այլ ազատ յուրաքանչյուր իր կարծիքը ասելու, բայց վերջին հաշվով ինչ որ որոշում ենք, դա բոլորիս որոշումն է, ու մինչև վերջ պատվով առաջ ենք տանելու։ Իսկ ինչ վերաբերվում է, ինչ ծրագիր կա փողոցային, ինչպես է իմպիչմենտը հասնելու օրակարգ, ինչ քայլերի հերթականությամբ, այս հարցը պետքա տակ մեր գործընկերներին, ովքեր այս process-ը նախաձեռնել են։ Մենք նորից եմ կրկնում, շատ հստակ եւ ուղիղ ասել ենք, շատ ուղիղ եւ հստակ ասել ենք, որ պատրաստ ենք ստորագրել, ձեր հետ դուրս գալ փողոց, ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը, եթե այլ պատգամավորների հետ բանակցությունների ճնշման աշխատանք կլինի, մենք պատրաստ ենք ներգրավել, այսինքն այս process-ի մեջ ենք։ Հիմա իրանք այլ ուղղությամբ են տանում այս ամեն ինչը, խնդրեմ, իրանց իրավունք։ Տեսեք, ես դրան կարծում շատ մանրամասն խոսեցի դրա մասին։ Մենք պետք է ու մեր ժողովի հիմնական ուղղություններից մեկը դա է, ամբողջ ծավալով աշխատենք մեր ժողովրդի հանրության լայն շերտերի հետ, կազմակերպենք այն բացթողումները, որ ունենք մինչև հիմա չեն կարողացել լիարժեք լուծել, կարճ ժամանակում այդ հարցերը լուծել եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Ես հիմա ձեզ ինչ որ ժամկետներ չեմ ասի, բայց դա մեր հանձնառությունն է պատրաստվել այդ աշխատանքներին եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Դուք առաջիկայում ես տեսնելու եք շատ ավելի հաճախ Հայաստանի բոլոր տարածքներում, գյուղերում, մարզերում, քաղաքում, տարբեր ձևաչափերով, ֆորմատներով շփումներ, մարդկանց բացատրել, կազմակերպել եւ դուրս բերել համաժողովրդական մի այնպիսի շարժման, որ կարողանանք այս խնդիրը մեկը միշտ եւ վերջնական լուծել։ Պարոն Սաղաթելյան, կարծես դրամատուրգիան իմպիչմենտի խաղով ունի խաղում եւ համաձայնության չեք գալիս։ Չեք կարծում, որ ձեր այս պասիվությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնել ավելի դժվար լինի։ Տունտունիկի մասով անկեղծ ասած մի քիչ էլ որ sense գնա, այո, այդպես է լինելու։ Եվ եթե որոշ շրջանակներ ինչ որ ոգևորում են եւ այլ, բայց հանրության ընկալում այս ամեն ինչին բավականին բացասական է, որովհետեւ հաշվի առնելով մեր երկրի արժեվ կանգնած մարտահրավերները, այն խնդիրները, որ կան եւ գոյություն ունեն, եւ սրան հեռացնելու շուրջ իրական գործնական հետեւողական քայլեր անելու փոխարեն այս ընդդիմադիր դաշտի միավորներ իրար հետ այս տոնով խոսելը, այս ամեն ինչը անել, այո, սա բխում է այսօրվա իշխանության շահերից եւ շատ հաճախ, օրինակ այս դաշտում արդեն այս իմպիչմենտի նախաձեռնողների մեջ մարդիկ կան, որ կառավարությունը մի հատ նստած գլխավոր ֆեյք կա, չէ, հայտնի են Տարոն Չախոյան ինչ։ Այսինքն դրան գերազանցել են արդ։ Մի քիչ էլ սենց աշխատեն, այս տողը գործերը ահագին թեթևանելու է, լնդիմության վրա այդ հաստիկից կարող է հանան։ Այսինքն այս ճանապարհով, այս մակարդակով այս հարցերը լուծել հնարավոր չի, հետեւաբար այո, պետք է ավելի լրջանալ ու կենտրոնանալ բուն խնդիրների վրա, այլ ոչ թե նման տեսարաններով օրակարգ լցնել։ Վերջի հարցը Կարինե ջան, դուր ավարտ։ Գիտեք, ակնհայտ է, որ այցի մանրամասները դեռ գաղտնի են պահում, այդ թվում նաև օրակարգը, բայց մի բան ակնհայտ փաստ է, որ Հայաստանի իշխանությունները շատ հստակ ուղղորդվում են Թուրքիայի կողմից եւ հետեւողականորեն կատարում նրանց պահանջները։
Եվ այո, սրանց այս դենացիոնալիզացիայի ծրագիրը, որ սկսել են հայկական ինքնության դեմ պայքարի, դա արվում է ուղիղ թշնամական երկրների թելադրանքով եւ արդեն բացահայտ է, դա չեն էլ թաքցնում։ Սա բերելու է նոր պայմանավորվածություններ, հավանաբար գնում են նոր հրահանգներ ստանալու։ Ես այսպես արտահայտվելու բոլոր իրավունքները եւ հիմնավորումները ունեմ, որովհետեւ ամեն այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայկական ինքնության, հայ եկեղեցու, հայկական ուժերի, առհասարակ հայկական ինքնության դեմ սկսում է նոր ծավալի պայքար։ Հետևաբար ես սա դիտարկում եմ այդ շրջանակներում եւ այն քաղաքականության, որ սրանց քաղաքականությունը նորից եմ կրկնում հետեւյալն է։ Բարեկամանալ թշնամիների հետ, թշնամանալ բարեկամների հետ եւ դա փորձում է ներկայացնել իրական Հայաստանի եւ խաղաղության շղարշի տակ, որը բերելու է նոր սպառնալիքների եւ նոր կորուստների։ Ցանկացած Էրդողան եւ Նիկոլ Փաշինյան հանդիպումից լավ արդյունք սպասել չի կարելի։ Այդ թվում նաեւ դուք տեսնում եք ցեղասպանության ուրացման եւ ժխտման հստակ քաղաքականությունը, որ իրականացնում է սրանց կողմից, այսա գնում է իր ընկերոջ կիրթ գործընկերոջից նոր հրահանգներ ստանալու, ուրիշ բացատրություն չկա այս ամեն ինչ։ Խաղաղության գործընթաց չկա։ Խաղաղության գործընթաց չկա։ Կա Հայաստանի հետ պայմանագիրը Հայաստանի նոր կապիտուլյացիայի մասին է։ Նա ինքն է փորձում ժողովրդին ներկայացնել խաղաղության մասին։ Այդտեղ խաղաղության մասին որևէ բան չկա։ Նորից եմ կրկնում, դրանով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանագծման սահմանազատման հարցը չի լուծվում, դրանով փորձում են վերջնականապես փակել Արցախի խնդիրը, այդ փաստաթղթով Ադրբեջանի զինված ուժերը, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում դուրս չեն գալիս, այդ փաստաթղթով ինքը մի շարք պարտավորություններ է ստանձնում այդ ռևանշիստական ուժերի դեմ պայքարելու քողի տակ մեր իր դենացիոնալիզացիայի ծրագիր իրականացնելու համար, այդ փաստաթղթով ետ են կանչվելու դատարաններից միջազգային Արցախի հարցով 4 դիմումները եւ շարունակական այդ պահանջների կատարումը եւս 2 պահանջ Մինսկի խմբի լուծարման, սահմանադրության փոփոխության, դա խաղաղությունը որտեղ է այդ փաստաթղթի։ Սա Հայաստանի նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որը այո, փորձելու է սա իրականացնի եւ մեր ժողովրդին ներկայացնի իբրև խաղաղության փաստաթուղթ։ Հետևաբար սրանց որևէ հանդիպումից որևէ լավ բան սպասել չի կարելի։